Եվրախորհրդարանում Ղարաբաղյան հակամարտության սրման առիթով քննարկմանը եվրոպացի պատգամավորները կոչ են արել ճանաչել Արցախի անկախությունը և պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի դեմ։ Եվրամիության անվտանգության ու արտաքին քաղաքականության բարձր հանձնակատարը հայտարարել է, որ լայնածավալ ռազմական գործողությունների առաջին իսկ օրը փորձել է քայլեր ձեռնարկել բախումները կանխելու համար։ Immediately on April 2nd, I called on the parties to stop the fighting and Ապրիլի 2-ին ես անմիջապես կոչ եմ արել կողմերին դադարեցնել կռիվները և պահպանել հրադադարը, ինչպես նաև հրաժարվել լարվածությունը թեժացնող գործողություններից և հայտարարություններից։ Ես վերահաստատել եմ մեր աջակցությունը հակամարտության խաղաղ կարգավորման միջազգային ձևաչափին, Մինսկի խմբի համանախագահներին։ Ֆեդերիկա Մոգերինին ընդգծել է Եվրոպային անհրաժեշտ է խաղաղ հարևանություն, Եվրամիությանը գրեթե սահմանակցող Կովկասը զարգանալու մեծ ներուժ ունի, բայց զարգանալ չի հաջողվում հակամարտության պատճառով։ For this reason, we are increasing our efforts towards a settlement of the conflict. Մենք ավելացնում ենք ջանքերը հակամարտության խաղաղ կարգավորմանը նպաստելու ուղղությամբ։ Այս խնդիրը վտանգ է ներկայացնում մեր հարևանությանը և ամբողջ տարածաշրջանին։ Հայտարարությունից հետո սկսված քննարկմանը Եվրախորհրդարանի պատգամավորները ձևակերպել են խնդիրը լուծելու բանաձևը, խոսել ավելի բաց, Եվրահանձնաժողովին կոչ անելով տեսնել իրականությունը և ձեռնարկել համարձակ քայլեր։ Azerbaijan remains an aggressor today, like it was an aggressor 24 years ago. Ինչպես 24 տարի առաջ, այսօր էլ ագրեսորը մնում է Ադրբեջանը, այն խախտում է հրադադարը, համոզված լինելով, որ այդ տարածքներում ապրող հայերը պետք է անհետանան։ Հենց այս պատճառով էլ Բաքուն չի ընդունում Մինսկի խմբի համանախագահների որևէ առաջարկ, փոխզիջման գնալ չի ցանկանում։ Հայերն էլ չեն ցանկանում զիջել մի երկրի, որը մարդասպան Ռամիլ Սաֆարով է հերոսացնում։ Սրա միակ ելքը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության ճանաչումն է։ Հայաստանն ու Արցախը սեփական աչքերով բազմիցս տեսած պատգամավորները գործընկերներին բացատրել են, թե ինչ վտանգի առաջ կկանգնի Եվրոպան հայերին չսատարելու դեպքում։ Բոլշևիկները Ղարաբաղը միացնելով Ադրբեջանին առաջնորդվում էին բաժանիր, որ տիրես սկզբունքով։ Չսատարել հայերին նշանակում է աջակցել ազգայնամոլությանը։ Մինսկի խմբի համանախագահները կոչ են արել ներդնել միջադեպերը քննող մեխանիզմներ։ Հայերը համաձայնել են, իսկ Ադրբեջանին ԵՀԿ-ն դեռ համոզում է։ Մենք պարտավոր ենք աջակցել Լեռնային Ղարաբաղին, այդ մարդիկ պայքարում են իրենց ազատության համար։ Անհրաժեշտ է ճանաչել Լեռնային Ղարաբաղը և պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ։ Եվրամիության գլխավոր դիվանագետը ընդգծել է ստեղծված իրավիճակում կարևոր է աշխատել վստահություն ստեղծելու ուղղությամբ։ Հենց այս աշխատանքը խթանելու համար էլ այս շաբաթ տարածաշրջան կայցելի Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչը Դավիթ Սարգսյան, ժամը լրատվական։